Ինչ է իրականում ստանում Հայաստանը Երևանում անցկացված առաջին Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովից։ Սկսենք փողից։ Եվրոպական կողմը խոսեց մինչև 2,5 միլիարդ եվրոյի ներդրումների մասին Global Gateway ծրագրով։ Կա նաև 270 միլիոն եվրոյի աճի և դիմակայունության ծրագիր 2024-ից 2027 թվականների համար։ Սրանք վերացական խոսքեր չեն, սա գումար է, որը կապված է ենթակառուցվածքների, բիզնեսի, հանրային ծառայությունների և բարեփոխումների հետ։ Հետո գալիս են ճանապարհներն ու կապերը։ Եվրոպական միությունը ասում է, որ համագործակցությունը կենտրոնանալու է տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապերի և կապակցվածության վրա։ Պարզ ասած, ավելի լավ ճանապարհներ, ավելի ուժեղ էներգետիկ տարբերակներ, ավելի շատ առևտրային ուղիներ և ավելի լավ կապ Եվրոպայի հետ։ Տարիներ շարունակ Հայաստանին վերաբերվել են որպես քարտեզի փակ անկյունի։ Այս գագաթնաժողովը թղթի վրա դնում է ուրիշ կաղափար՝ Հայաստանը որպես կապող երկիր, ոչ թե փակուղի։ Կա նաև վիզաների հարցը։ Վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է։ Սա չի նշանակում առանց վիզայի ճանապարհորդություն վաղը, բայց նշանակում է, որ հարցը արդեն պաշտոնապես շարժվում է Հայաստան-Եվրամիություն օրակարգում։ Սահմանները նույնպես փաթեթի մաս են։ Հայաստանը և Եվրամիությունը առաջ են տանում համագործակցությունը Frontex-ի եվրոպական սահմանային